Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանը վերջին տարիներին աշխարհի ծայրամասից տեղափոխվել է քաղաքական եւ տնտեսական իմաստով դարձել է աշխարհի կենտրոն, որովհետեւ TRIP նախագիծը երբ որ իրագործվի, իսկ դա առաջկա իրագործել է, հիմա մենք առաջկան պատրաստվում ենք Միացյալ Նահանգների հետ ստորագրել արդեն համաձայնագիրը, որը լինելու է այն շրջանակում, որը արդեն հրապարակված է։ Այս էլ է շատ կարևոր։ Շատ կարևոր է, ինչի մասին ես խոսում եմ, բոլոր սկզբունքները հրապարակված են։ Եվ մենք մեղրիով ունենալու ենք երկաթուղի, մենք երասխով մեղրից մտնելու է Նախճեվան, Նախճեվանից երասխ, երասխից գալու է Գյումրի, Գյումրից մտնելու է Ախուրիկ, Ախուրիկից մտնելու է Թուրքիա, եւ նա շատ կարևոր է, որ ոչ նախագծի իրականացման արդյունքում նաև բացվելու է Իրան-Հայաստան երկաթուղին։ Այսինքն Պարսից ծոցից մենք ունենալու ենք երկաթուղային կապ մինչև Սև ծով, Բաթումի, Փոթի եւ նաև Անատլիա նավահանգստներ։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մեր երկրի տնտեսական իրադրությունը 100%-ով շրջադարձային կերպով փոխվում է եւ հիշում եք ժամանակին, երբ որ մենք ներկայացնում ենք խաղաղության խաչմերուկ նախագիծը, հարցեր ծագում, թե այդ նախագծի իրագործումը ինչքանով է իրատեսական։ Այսօր դա դառնում է իրականություն։ Հայաստանը պատերազմի փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի եւ շատ կարևոր է, որ այս նախագիծն է այսօր դրված սեղանին եւ դա կարա տեղի ունենա միայն Հայաստանի քաղաքացիների աջակցության պայմաններում։ Ինձ համար շատ կարևոր է, որ ընդհանուր պրոցեսների ամբողջ խորքը եւ իմաստը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արձանագրեն։ Իսկ տեղի ունենում հետեւյալը. ես երևի 2 տարի առաջ իմ Facebook-յան էջը մի հատ գրառում էի արել, որը շատ մեծ բանավեճերի տեղիք տվեց։ Ես ինչ էի գրել։ Գրել եմ, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Եվ կային մարդիկ, որ ասում են, ես ինչ է ասում, ինքը ուզում է մեր կախվածությունը շատերից ավելացնի։ Եվ ես ուզում եմ ձեզ օրինակը բերեմ, թե ինչ նկատի ունեի դա ասելով։ Եվ հետո հետագայում մենք դա ավելի կկոնկրետացնենք։ Եկեք պատկերացնենք, որ մենք ջուր ստանում ենք, քանի որ սառնակում ջրի հարց է, մենք ստանում ենք օրը 2 շիշ ջուր։ Այդ մեր օրը 2 շիշ ջուրը մեզ ամեն օր բերում է մի հոգի։ Մենք մենակ մի հոգի ունենք, որ մեզ բերում է ջուր։ Պարզ է, չէ՞ որ առանց ջրի մենք չենք կարող ապրել։ Հիմա ինչ կարա տեղի ունենա այս պայմաններում։ Կարա տեղի ունենա հետևյալը. այն մեզ ջուր բերողը հասկանա, որ մենք ուրիշ տարբերակ չունենք ջուր ունենալու։ Եվ հետևաբար ինքը կհասկանա, որ մենք Իրանից շատ մեծ կախվածություն ունենք, եւ հետևաբար այս իրադրությունը հասկանալով ինքը կարա մեզ տարբեր իրադրություններ դնի, մեզ համար ոչ հաճելի եւ մեր շահերից չբխող պայմաններ դնի, ամենատարբեր պայմաններ։ Այդ չեմ ասում ուրիշ բան կարա լինի, երբ որ այդ մի հոգին է այդ ջուրը բերում ամեն օր, կարա այդ մարդը կարա հիվանդանա, չէ՞ մարդը ոչ կարա հիվանդանա, կարա անտեղնային վիճակում հայտնվի, կարա ճանապարհին պատահարի հանդիպի, կարա վթարի ենթարկվի, կարա վրայերթի ենթարկվի, եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ այս իրավիճակում մի հոգով ջուր ստանալու մեր գործընթացը, եթե նույնիսկ մի ամիս, եթե նույնիսկ 2 ամիս, եթե նույնիսկ մի տարի ոչ մի բան չի պատահում, դա նշանակում է, որ մենք անընդհատ ռիսկի մեջ ենք։